այդպես 3 հոգի։ Դավիթս թորս ինձ արայող էր պայմանագրային այդ օրը սեպտեմբերի 26-ին փոքր թորանց ծնունդներ հավաքվել էին առավոտը 7:30 մի չգիտեմ Ռումբերտ ինչ եկավ մեր գյուղի վերևը ընկավ անտառի մեջ իրենք արդեն հադրութից երեխեք սորած հասկացան, որ ինչոց տղաս 22 տարվա ինձ արայող էր, բայց թոշակի էր առավոտը շուտ հասցրեց երեխուն մարտունի 3-րդում էր ծառայում հասցրեց եկավ Դավիթ Վազգենի հետ էլ իրանք կամավոր էլ չսպասեցին որ այսինքն գյուղի տղաները սաղ հավաքվել արդեն գնացին հադրութ ամսի 11-ին Դավիթ զոհվեց 73 երեխաների հետ մարտունում իմանալով որ թուրքեր արդեն հադրութում են Ուրալներով այդ երեխաներին բերին կրակի բերան ամսի 13-ին տղաս էլ Վազգենի հետ ինչով միներ բետերի խփեցին Մայրիկ գիտեմ հիմա շատ դժվար է ձեր համար այդ մասին խոսել եւ նորից վերհիշել նորից պատմել այդ ցավալի ու ողբերգական դրվագները ես չգիտեմ նույնիսկ այդ սփոփանքի խոսք ընդհանրապես չկա դրա հետ կապված բայց 5 տարի անցավ ու տարբեր բաներ ենք լսում այդ թվում իշխանավորները ասում են մնայիք կռվեիք արցախցիները չեն կռվել այդ ամենացավալի հարցն է մեր ընտանիքի համար որ առավոտ շուտ երեխեքը չսպասեցին որ Դավիթ ասեց ես պիտի դեռ լինեմ դուք գիտեք ես եկել էր ծնունդի այսինքն 2 օրով բաց էին թողել բայց եկավ ասեց վիճակը լավ չի ուզում էինք որ 27-ին նշեինք բայց ինքը ասեց վիճակը լավ չի կարող հենց այս րոպեին ինձ կանչեն ու մենք 26-ին երեխու ծնունդ նշեցինք 27-ին առավոտը ասում եմ մնային ախր որ չգիտեմ ինչ ձևի ասեմ մի երեխաներին նույնիսկ մենք թե հարսս թե չենք էլ մտածել ասենք այ բալա սպասեք տեսնենք ինչ ալնում էլի մի գնացի ոնց կարենք այդ բանը մենք ասեինք իրենք էս քիչ չէին մտածի որ հա դա սպասենք կորվել են սաղներ գիտեն թե ինչ ձևի են իրակ պայքարել Գարիկ Վազգենի հետ մեր գյուղի դպրոցի տնօրենն էր ինքը վիրավոր եկել է եկավ պատմեց ասեց արդեն շատ մոտ էինք թուրքերից իրանք դեղից հա բղավում էին որ եկեք հանձնվեք մենք ձեզ ողջ առողջ կհասցնենք ձեր ծնողներին ասма Վազգենը ասեց մենք էլ եք ձեզ խոսք տալիս որ ձեզ կհասցնենք ձեր ծնողներին դուք հանձնվեք հետո ասма ես չգիտեմ թե երեխան ոնց այդ մոմենտին ասма սկսեց գոռալով թուրքերին sense նայելով կողքերին ասма եկեք արա մերոնք արդեն գալիս են էսա մերոնք գալիս են ասես երեխան կարող է շքորցրել ալի վախից բան ասի Վազգեն ինչ ես ասում ասма հա թող իրանք վախենան մեզանից խի պիտի մենք իրանցից վախենանք հետ չեկան այս 14-ին Գարիկից բերին հասցրին բայց ասացին որ Վազգենն էլ չկա իսկ Դավիթից համտածում էինք որ իրանք դեռ անտառներում են հենց էին ասել որ այդ 73 հոգիները հələ բոլորը չեն որ գտնվել են Հայաստանցի եղբայր եւ հայրը միաժամանակ հիմա մնացել եք 2 կանանցով հա հարսը եւ դու աղջիկ թորն եմ ուսանող համալսարանում
այս տարի ավարտել։ Եմի թոս չէ, մհերս էլ հենց մհերից ծնունդն էինք ավարտվել, միշտ 26-ը մեզ համար ոնց որ այդ օրը որ չլինի մենք երևի տարբեր տեղեր կլինենք, որտեղ ես Վազգենը հադրութում էր աշխատում, թորնիկս Լիլիթը դպրոցում հադրութում էր սովորում, տղայից տուն էին տվել։ Մայրիկ հիմա վարչապետ Փաշինյանը գրառում է արել, նշելով թե որն է եղել իր սխալը, նա ասում է, որ ի սկզբանե հիմա առաջի քայլը պետք է լիներ այն, որ Ղարաբաղը ճանաչեին Ադրբեջանի կազմում։ Դուք ոնց եք կարծում, դա էր սխալը։ Մենակ դա իր սխալը, ինքը մի այս 7 տարվա մեջ ինչ որ մի բան արելա, ճիշտ որ ասենք լավ, այդ մեկը սխալվել է։ Հենց սկզբից էլ իր ամեն մի քայլ, ամեն մի ես չգիտեմ, ես ոնց ասեմ, որ սիրտս հովանա։ Ոնց կարելի էր ասել, եթե մենք 5000 զոհ տանք, ժողովուրդում իմ հետևից կգան։ Տենց էլ արեց։ Ինքն սկզբից էր արդեն որոշել ինչ-ինչոց է։ Ես շատ եմ էլ այդ բաները։ Ամեն մի ասաց, ամեն մի, նույնիսկ իմ հեռախոսում, որ բանա էջիս մեջ պահում են, որ պատահած մարդկանց որ խոսում են։ Զարմանում են, որ մարդիկ հալա իրա կողմից կան։ Այդ արդեն վերջն է։ Որ եկավ Արցախի հրապարակ, ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, այնտեղ եք լսում եք այդ ժամանակ հավատում եք։ Ժամանակ մենք ստեղ էինք։ Այդ որ թույները դիվեր եկավ արդեն ուշեր։ Չէ, մենք դե որ հադրութում ենք, չէ, այդ վաղտ մենք գողում էինք, բայց դե դուք Արցախ վերադառնալու ընդհանրապես հնարավորություններ տեսնում եք, փակ է արդյոք այդ հարցը արցախցիների համար, թե շարունակում են մնալ, որովհետև իշխանություններն ասում են հնարավոր չէ Արցախ վերադարձը։ Արցախցիներն ինչ էր մտածում այդ մասին։ Գիտեք, այդ վերադարձը կարող է, ես էլ չտեսնեմ, կարող է նույնիսկ իմ թորները չտեսնեն, չեմ հավատում այն բանով, որ ասենք թե հենց հիմա արդեն Ղարաբաղացին վերցրել ենք մերնա։ Այդ Ղարաբաղի ամեն մի թուփ, ամեն մի բանը այնա լինելու ինչ որ մի խարդախություն արած։ Ես Հիմա որ տեսնեիք Փաշինյանին, ինչ կասեիք։ Գիտեք, ես որ մենք Դավիթի համար այն վաղտման էինք գալիս, գնացինք իր հետ հանդիպման կառավարությունում։ Դա այն վաղտն էր, որ իր պահվածքը ես կյանքում տենց երեսի ասող չեմ էլի, որ բայց այդ նստած մոմենտին չգիտեմ մտքերոս ինչ էր անցնում, ինչեր էի մտածում, ասում այ մարդ վեր կենաս դեմիք էլ ասում հետո բայ մեր երեխեքը այսօր տեսնում եմ այսքան մեր խելոք ինքը նրանց չի ճանաչում, որ այդ մարդկանց արդեն դատարանում են իր համար ինչա մեզ նմաններին վերացնելը եւ մտածում եմ, որ ինքը այդ կանի Որ հանդիպեցիք, ինչ-որ բան ասացիք։ Չէ, դե ընդհանուր էր ծնողներով էինք այդ 73 ծնողները հավաքված ինք են վաղտեն հենց էր հույս տալիս մտքումս ասում եմ այս սվոլուշ դու պատկերացնում ես այդ վիճակը որ այդ բանը դու մտքովդ անցնում է հետո ընդեղ են Արսեն Թորոսյաններ են վաղտ ինքը նախարարներ հա եւ խնդրեցինք ասենք գոնե դուք մտածեք որ չկա հանեք իմանանք տեսնեք մեր երեխեքը որտեղ են ինչ ամեն ինչ լավ լինելու Իսկ հենց այդ օրը հանդիպման ժամանակ էլ գիտեիք, որ ձեր բառերով ասած սվոլոչներ։ Հա, ես գիտեք ոնց էր իրան որ նշանակեցին վարչապետ Եվա Դավիթս գնացել էր ծառայության դե երեխա էր եկավ ասեց գիտես ասում ինչքան լավ է ամեն ինչը այնքան լավ գերակուրները նենց լավ մորի են տալիս մենք կլուբնիկա մորի ենք ասում մորի են տալիս խորոված են տվել Գարիկս ասեց այ Դավիթ
զինվորի փորի մի կողմը պիտի սոված լինի։ Այդ վերջն է։ Ու սկսեցին սպոր անել բան, ասում եմ Դավիթ լավիլ պապայի հետ ասում տատի ասում դե իր ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ էր։ Գարիկս ասես ինչն է ուրիշ, խե մեր ժամանակ սուտա որ ասում են 22 տարի ծառայել է ամեն ինչն էլ ասում երեխեքը հա ինչ անենք որ այդ զինվորի պայոկը որ լինի այդ ծավալը այդ գրեչկան խե մեր տներում ասում ուրիշ բան ենք ուտում խի եք դուք մտածում որ զինվորին լավ չեն կերակրում ու հետո արդեն մի քանի ամս հետո Դավիթը որ եկավ տուն զգացինք որ ինքն էլ է համոզվել որ այդ չի այդ կարևորություն չի հետո էլի տենց իր ասած առաջ էր տանում յանի չէ լավ ամեն ինչը ասում Դավիթ տեսնում եմ էլի որ դու ուզում ես խոսացրած լինես մեզ տատի ասում խոսեն էլի բայց ասում չէ տատի չէ Երկուսն է ուսանող Հիմա դուք ոնց եք ապրում, ինչի կարիք ունեք Գիտեք Իմ որ երեխեքս չկային ճիշտն ասած է վաղտել չէի մտածում որ այդքան ունեցված դուն դեղ թողել ենք Այդ ամեն ինչը վերականգնվել է Մեն վաղտ Արայիկ Հարությունյաններ եկավ կանչեցին ասաց ոնց յանի մի ընտանիքից երեք զո ու օգնեց Այսինքն վասկի չգիտեինք էլ որ այդ օրենքով հետ հասնում այդ փողը բայց մտածեցինք որ հա էլի լավություն են տունը Արակ այստեղ Հարացյան մասիվում Էլ ամեն ինչ վերականգնել է Մենակ իրանք չեն վերականգնել Մի կոպեկ չարժի որ երեխեքս չկան